Ողջույն սիրելի հայրենակիցներ, օրը Կիրակի է եւ մենք խոսում ենք հերթական մեր մարտահրավերներից։ Այսօր խոսելու ենք մի հետաքրքիր հետաքննության մասին, որը երկար ժամանակ մենք իրականացնում ենք եւ արդեն վերջնական բացահայտել ենք եւ ուզում ենք ձեզ ներկայացնել, մեր ժողովրդին ներկայացնել։ Հիմա տեսեք։ Առաջիկայում կարճ տեսանյութերի միջոցով առավել հաճախ կխոսենք հիբրիդային պատերազմի կարևոր բաղկացուցիչ մասի ապատեղեկատվական արշավների մասին։ Կփորձենք վերլուծել դրանց ծագումնաբանությունը, նպատակները, հիմնական թիրախները, ինչը չէ նաև ընտրված ժամանակահատվածը։ Ես վստահ եմ, որ մեր հանրության տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնելու լավագույն միջոցը դա անհրաժեշտ եւ ճշգրիտ տեղեկատվությամբ զինված լինելն է։ Ինչին է Վարչապետի խոսնակն է խոսում ձեր համար, սիրելի հայրենակիցներ, Նազելի Բաղդասարյանը, ով որ Շիրակի մարզպետ է եղել, շատ լավ ճանաչում եմ նրան, ժամանակին եւ որ նա լրագրող էր, հարցազրույցներ եմ տվել Գյումրիում, ամեն դեպքում։ Ինչ է ասում Նազելի Բաղդասարյանը։ Ասում է հիբրիդային պատերազմներ են գնում, հիբրիդային, ամեն օր հմեկով խոսում են հիբրիդային պատերազմ, հիբրիդ, եկել են հիբրիդները։ Դե բնականաբար ասում են որ դա օտար ուժերն են անում, անունը չեն տալիս դες, բայց դες մոտավորապես նամյոկ են ով անում։ Հա, եւ ասում է որ արդեն որպեսի դուք տեղակնեք, մենք կասենք թե ինչ նյութեր կան, ինչ է լինում եւ այլն։ Ուրեմն երկար ժամանակ է մեր վերաբերյալ իմ օպոզիցիոն տարբեր ուժերի վերաբերյալ նյութեր են պատրաստում արհեստական բանականությամբ, AI-ով Եվ այդ նյութերը բավականին մարդիկ դիտում են, միլիոնավոր, հազարով, 100,000-ներով դիտումներ ունեն այս նյութերը, եւ գյուղերում բանում իրանք չեն կարողանում տարբերակել, որ դա արհեստական բանականություն է։ Այսինքն դուք կտեսնեք, ինձ որ ես խոսում եմ մի հատ абսուրդ բանից, մի հատ բան եմ խոսում, բնականաբար ինձ վնասող, որպես քաղաքական գործիչ, բայց բնական պատրաստված նյութ է։ Եվ գյուղերում բանում մարդիկ նայում են եւ չեն հասկանում, որ սա ես չեմ, սա պատրաստված է։ Եվ բավականին մեծ ռեսուրսներ է դրած այս նյութերի վրա։ Եվ սա անում են։ Ես բնականաբար անգիր գիտեի, վստահ եմ, որ դա անում է գործող իշխանությունը։ Միլիոնավոր դրամներ է ծախսում, որ իր քննադատներին, քաղաքական մրցակիցներին, չեմ ուզում անգամ հակառակորդ բառ օգտագործել, հա, վարկաբեկի, բանանի, տենց խայտարակի, բանանի, հանի, շարքից հանի ես մարդկանց։ Խոսքը մեն այն իմ մասին չի խոսքը գնում։ Հիմա բացում եմ այդ էջը, որտեղ որ այդ նյութերը պատրաստում են։ Այս բազմաթիվ են էջեր, այս այդ էջերից մեկն է։ Հիմա նայեք, ես օրինակներ եմ բերում, օրինակ բանտ է, բանտային տեսանյութ է։ Արշակը կողքի կամերում սաղոր ինչ որ բան է գրում մրում, իբր քերակնոջը։ Բայց ես կասկածներ ունեմ, որ մեր վրա է գործ տալի։ Այն արշակը Այդտեղ ուրեմն Միքայել Սրբազանն է եւ Բագրատ Սրբազանը ԱԱՑ բանտում իբր զրուցում են։ Այս մի դրվագում։ Հաջորդ դրվագը օրինակ Արշակ Սրբազանը քերակնոջը նամակագրում։ Այս մյուս տեսանյութը ես եմ չեմ հասկանում։ Ընդհանրապես ոչ մի քանի Ես ինձ են ցույց տալիս, այդտեղ սախ ասենք ուրիշ տեղ կա, որ չգիտեմ, այնտեղ յոպե էլի գտնեմ իմ մասին։ Ուրեմն բոլոր ընդդիմադիր ուժերի վերաբերյալ այս նյութերը պատրաստվում են։ Կարող ասեն, սա անդուրջ բան է, լավ ինչի եք սա նշանակություն դարձնում, բան Ժորժ ջան, բացարձակապես անդուրջ բան չի։ Սա հենց հիբրիդային պատերազմ է, որը անում է իշխանությունը։ Ու ես արդեն դրա փաստերը ես ձեզ ներկայացնելու եմ հիմա։ Ապացուցված է արդեն, որ իշխանությունն է այս ամեն ինչը անում։ Ժորժ ջան, շատ է։ Օրինակ երեք Լոպեսներին ենքան նայեցի աշկերտս ծուխ էր դուրս գալի։ Հրշեջ Օրինակ Նարեկ Կարապետյանի մասին կա շատ պատրաստված նմանատիպ նյութեր եւ իրանց մասին կա շատ քիչ, բայց դրական կոնտեքստում։ Այսինքն իշխանությունն իր մասին պատրաստում է շատ դրական կոնտեքստում։ Օրինակ Փաշինյանն է տեսել։ Որ должен сидеть в тюрьме։ Փաշինյանն է։ Բոլոր գողավազակներին բռնում է եւ նստացնում է, դե գիտեք որ դա սուտ է, հեքիաթ է, բայց ասենք տենց AI-ով սարքել են։ Ստեղ ինչ կա ուրիշ, ինչ ունենք էլ։ Այդտեղ Քոչարյանն է, Անդրանիկ Թևանյանն է, Սերժ Սարգսյանն է, շատ է Սամվել Կարապետյանը այս բաների մեջ եւ գալիս ենք ամենավերջիններից մեկը։ Ասենք Սամվել Կարապետյանի փաստաբաններն են, ստե ասենք Ես էլ փորձեմ սրտի կանեմ։ Աշոտյանն է, Կարող է ինձ էլ սիրեն։ Աշոտյանը սրտի կանի։ Ես էլ է պատրաստված AI-ով։ Գալիս ենք առաջ Նարեկ Կարապետյան Գարեգինին պաշտպանելու թեմայով շարժումը ստեղծեցինք, հենց թեժացավ մեր ձևով թրանկ։ Եվ վերջինը Նարեկ Կարապետյանը պատմում է Առաջնորդներ ենք,
Քպն sense բան չի կարող անի։ Պատրումա փղով թուղթը ինչի համար են էս պատրաստել, որ իբր դե հրավիրեցինք բանավեճին, արեք դեռ չի արձագանքել, թե ինչ չգիտեմ, էականը սա չի, բայց իբր դու թղթերի դեմ ես կրվում եւ թուղթ ես պատրում։ Հիմա երկար ժամանակ պայմանագրի լիդերները եւ քաղաքացիական պայմանագրի պաշտոնական ԶԼՄ-ն, այսինքն Civic AM-ը, իրենց էջերում չէին տեղադրում այս նյութերը պատրաստված։ Ճիշտ է, միլիոնավոր դրամներ էին պատրաստում, գովազդի տակ դնում, սրանք տարածում, մարդկանց վարկաբեկում, ժողովրդին խափում, ժողովրդին մոլորեցնում, ի սեփական ժողովրդին սխալ սուտ տեղեկատվություն տալի մարդկանց գործիչների տարբեր մասին, հո եկեղեցական, քաղաքական, ով ասես կա։ Հա, եւ երեք քաղաքացիական պայմանագրի պաշտոնական էջում, այսինքն ԶԼՄ իրենց ունեցած ԶԼՄ էջում տեղադրում են այս նյութը։ Ես շատ ուժեղ եմ եւ ԿՊ-ի անդամները պարզապես չեն կարող նման բան անել։ Մեր ձևովի Նարեկ Կարապետյանն է պատրումա այդ փիղը, այսինքն այս փղի արհեստական բանականության նյութը պատրաստված է քաղ պայմանագրի կողմից, իշխանության կողմից, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, ինքը գիտի սա, նրա մամուլի քարտուղարն էլ վստահ եմ գիտի, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը նույնպես գիտի սա, որտեղ իրան ինքն ամբողջությամբ զբաղված է սրանով, ժողովրդից աշխատավարձ ստանալու հաշվին, եւ նրանք սեփական ժողովրդի նկատմամբ, սեփական քաղաքացիների նկատմամբ մղում են հիբրիդային պատերազմ։ Սա է հիբրիդային պատերազմը։ Երբ որ սուտը, կեղծիքը նրանք տարածում են մարդկանց մասին, եւ այդ ստով կեղծիքով թունավորում են սեփական ժողովրդին։ Սեփական ժողովրդին սուտ ասելը եւ թունավորելը դա հանցագործություն է, սիրելի հայրենակիցներ։ Երբ որ սուտը խոսում է սովորական մարդ, սովորական քաղաքական գործիչ, ով էլ որ կլինի, դա այդ մարդու խնդրեմն է, իրանա վարկաբեկում, իրանա խայտարակում, իրա բարոյական, արժեքային, ապրած կյանքի, հավատքի, կրոնի, դավանանքի սկզբունքների, պատվիրանների խախտումա եւ այլն եւ այլն։ Երբ որ դա անում է ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը, որը պետքա ծառայի իր ժողովրդին, կապ չունի ժողովրդի որ մասն է իրան ատում, որ մասը սիրում, որն անդիմադիր, որը աջակցող, դա հանցագործություն է։ Եվ այս հանցագործության համար միլիոնավոր դրամներ են ծախսում։ Հիմա գամ դրա քաղաքական մյուս մասին։ Բոլորիս է հայտնի, որ Հայաստանի իշխանությունները, դա Կայա Կալասն ասել, Եվրոպական միության գլխավոր ներկայացուցիչներից մեկը, կասել երկրորդ կամ երրորդ մարդը ԵՄ-ի, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ու ընտրություններից առաջ Հայաստանի Հանրապետությունը օգնեն, մեր երկրին օգնեն, այսինքն իշխանություններին օգնեն, որ այս երկիրը պայքարի հիբրիդային պատերազմների դեմ։ Եվ դրա համար ստացել են 15 միլիոն եվրո։ Հիմա ես ձեզ ապացուցեցի այս կարճ եթերում, դուք կայցել եք էջերը, որ կդնեմ նաև մեկնաբանություններում, որ գործող իշխանությունը մեր ժողովրդի հարկատուների հաշվին մինչև այսօր, եւ նաև դրանից հետո արդեն եվրոպական միության փողերով պատերազմ է մղում, հիբրիդային պատերազմ է մղում ինքն իր ժողովրդի դեմ։ Ինքը թունավորում է իր ժողովրդին, խափում, ստում, մոլորեցնում, մանիպուլացնում մի բանի համար, որ եւս 5 տարով վերընտրվի, եւ այն ինչ որ իրանից ուզում է Ալիևը, էլի անի Ալիևի ասածները։ Հանձնի մեր երկիրը ինչ ունի, զիջի միակողմանի մեր ժողովրդի 200 տարվա ձեռքբերումները եւ պղծի ապականի մեր բոլոր սրբությունները։ Այն ինչ որ հիմա մենք ամենուր տեսնում ենք։ Այսինքն նրանց վերընտրությունը դրա մասին է, ուրիշ ոչ մի բան չկա դրա տակ։ Այսինքն պայել իշխանությունը լափել այդ իշխանության եղածը 3 միլիոն դրամ իր падգամավորներին փող տալ նոր տարվա վայել են, որ լինեն լոյալ, կոռուպցիայի մեջ ծայրից ծայր լինել թաղված, կառավարությունը արտոնյալների համար բաներ տա, արտոնություններ տա, այսինքն ոչ հարկերը հավաքելու մեջ են արդար, որտեղ արտոնյալներին չեն հավաքում, սովորական մարդկանց հարկն են հավաքում, ոչ էլ այդ հարկերը հավաքած ծախսերու մեջ են արդար, որովհետև լափում են սեփական թիմին, սեփական մարդկանց, սեփական կարգավիճակը բարելավելու, բարեկարգելու սեփականությունը իրանց եւ հարստանալու եւ մեր ժողովրդին հարստահարում են։ Եվ բայց դրա համար ինչ են անում հիբրիդային պատերազմ սովորական ժողովրդի մեջ, որ նորից վերընտրվեն։ Բացահայտված է այս ամեն ինչը,
Խնդրում եմ տարածեք այս նյութը, բոլորը իմանան, որ այս բոլոր նյութերը կեղծիք են, պատրաստված են իշխանությունների կողմից, դու արդեն նրանք դա նույնը դրեցին իրենց պաշտոնական էջում եւ ապացուցեցին, որ փող կապակցված են, որ իրանք հանցագործներ են, հանցագործություն են անում սեփական ժողովրդի դեմ։ Խնդրում եմ տարածեք, որ մարդիկ նայեն, որտեղ ընտրությունների բերան, այս 15 միլիոն եվրոն էլա ծախսվելու, ավելի է շատանալու ժողովուրդ այս նյութերը, շատ է լինելու, չեք տարբերելու որը ինչա։ Ինչ կարող է տեսնեք այս նյութերում, որ չգիտեմ, բարուրի երեխա եմ, չգիտեմ, բանանում վնաս տալի չէ։ Ինչ ասես կարող է ձեզ ցույց տան, իմացեք։ Ինչ սա հանցագործություն է։ Ես այս ամ բոլոր նյութերը ոչ միացրեցի ձեր համար, դուք ինքներդ կարող եք այցելել նայել, բայց վստահ եմ, որ ովքեր որ ամեն օր հեռախոսի մեջ սոցցանցերում են, օրը մի անգամ, երկու անգամ իրենք նկատում եւ դիտում են այս նյութերը։ Սրանք ունեն միլիոնավոր դիտումներ։ Հետեւաբար ամփոփում եմ։ Իշխանությունը Հայաստանի ժողովրդի դեմ մղում է հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային պատերազմից, որ իրենք խոսում են, դա այն ասացվածքները, որ գողը առաջինն է գոռում, գողին բռնեք։ Իրանք են հիբրիդային պատերազմը անում եւ թունավորում սեփական ժողովրդին։ Տարածեք, որովհետեւ պետքա ջախջախենք սրանց, պետքա հեռացնենք սրանց, պետքա դադարեցնենք այս մեր ժողովրդին, մեզ բոլորիս այս թունավորելու այս այլանդակությունը, մարդկանց վարկաբեկելու, մարդկանց փորձելու փչացնելու այս այլանդակությունը։ Եվ դա մեզ հաջողվելու է։ Ես դրանում ունեմ վստահություն, հույս ունեմ, ես մեր ժողովրդին հավատում եմ, հույս եմ դնում մեր ժողովրդի վրա, հույս ունեմ, որ ընդդիմադիր ուժերն էլ ունենան այդքան խելք, որ ամեն ինչ դնեն մի կողմ եւ դա բոլորով անենք, եւ դրա համար վստահեցնում եմ ձեզ, որ բան չի մնացել, այս մի 6 ամսվա հիբրիդային պատերազմ է մնացել, որ մեր դեմ մղելու են մեր կողմից ապրող, մեր հարկերով ապրող մեր իշխանությունները։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետության եւ տարածեք այս տեսանյութը։